Տիկին Վարդանյան, այս տեմպով դուք շուտով արդեն հաց ուտելն էլ կորոշեք ով հաց ուտի եւ ով չուտի, ով ջուր խմի, ով չխմի, դուք ով եք, որ ասեք, ինչի եք եկել, ով եք ընդհանրապես, չէ, ես ուզում եմ հասկանամ, էլի, դուք ձեզ իրավունք եք վերապահում, ով եք դուք, տեսեք, ասում են քննարկում է հրավիրվում, լսեք, նախ կարճ քննարկում է սա, այսինքն ելույթի հնարավորությունը առավելագույնը 2 րոպե է, պարլամենտում նման կարևորության հարց բերել 2 րոպեում եւ ակնկալել, որ բոլոր մանրամասնություններով կքննարկվի, առնվազն աբսուրդ է, դրա համար է նախատեսվում, որ օրենսդրական նախաձեռնությունը հանրային լայն քննարկում է անցնում, լայն քննարկում, լսում են բոլոր տեսակետները, երկրորդը, դուք ասում եք, չգիտեմ, ասեցիք վերջին ընտրություններին եկած մարդիկ բերեցին այս պահանջը, չհասկացա, թե այդ հանրային պահանջը ոնց ձևավորվեց եւ ոնց է ձեր համար չափման միավորը հանրային պահանջ, ասենք օրենսդրությունն էլ չի կարգավորում, էլի, սա հանրային պահանջ է, սա հանրային պահանջ չէ։ Ինչ որ քանակություն է, որակական կազմ է, ինչն է հանրային պահանջը։ Սոցիոլոգիական հարցում է կարել, նույնիսկ ձեր նախընտրական ծրագրում տես բան չկա։ Իսկ եթե անգամ հիմա կապեք ձեր նախընտրական խոստումների հետ, ապա դա առնվազն օգոստոսի 2-ից հետո առնվազն նախաձեռնեիք, ոչ թե հիմա։ Եվ ի վերջո, շատ հստակ է, որ այն վարքագիծը, որ դուք հիմա ցուցաբերում եք, հատկապես այս հետընտրական շրջափուլում, ոչ միայն ագրեսիվությունը տանում է գագաթնակետին, այլ դուք պարզապես ասում եք քաղաքացի, դուք մեր համար չկաք, մենք ոնց ուզենք տենց ենք շարժվելու, ումը կուզենք թողենք, ումը չենք ուզի չենք թողի։ Հիմա երևի քննարկման շրջափուլում ավելի մանրամասնություններ կներկայացվեն։